անդադ կաթումա վերևից էդ ծնհալի ժամանակ, անձրևների ժամանակ ու շատ արդեն գլլած վիճակ կա, լրիվ ինչ-որ քայքայվել է, դրա համար հետաքրքիր է էլի, ստեղ նկարեցին, գնացինք, գիշենք սարքեցին։ Նկարողներն ու խնդրով հետաքրքրվածները Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներն են եղել, նրանք պարբերաբար այցելում են խնդրահարույց բազմաբնակարաններ, տեղում ուսումնասիրում կառույցի տանիքի վիճակը, լուսանկարում և ներկայացնում պատասխանատուներին։ Վազգեն Սարգսյան 6 շենքի լուսանկարներն արդեն տեղ են հասել ու քննարկվել, որոշումը կայացված է շուտով տիկին Սիլվայի բնակարանում, այլևս կաթոցներ չեն լինի։ Ընդգրկված է դրա վերականգնման ցանկի մեջ, դա կլինի 16-ին, որովհետև դեռ գումար շատ է պահանջում, մեկ տան ներկայացել նոր կրիչ պետք է կապվի, այնտեղ կառուցապատվի և նոր լուրջ աշխատանքներ պետք է իրականացվի։ Այս շենքից բացի գալիք տարում շատ բազմաբնակարանների տանիքների նորոգում է նախատեսում իրականացնել Գյումրու քաղաքապետարանը, 200-ից ավելի շենքեր են գտնվում անմխիթար վիճակում։ Քաղաքապետը այս տարի հանձնարարել է կանչառնել 20 շենքերի, այլ թեկուզ եթե գումար անհրաժեշտ լինի ավելին, քան ինքն է տրամադրում այս տարի, երևի այս տարի տրամադրվի մի քիչ ավելի գումար, քանի որ հնարավորությունները մեր քաղաքային բյուջեի մի քիչ ոնց որ ավելի լավ է, 250 և ավելի շենքերի կտորներ, որոնք գտնվում են ոչ միայն պարզապես անմխիթար վիճակում, այլ կասեի խայտառակ վիճակում, շենքեր կան, որոնք նաև մենք մոտենալու հնարավորություններ չունենք ֆինանսական կտրվածքով, կան շենքեր, որոնք վթարային են, 3-4 աստիճանի, որտեղ նույնպես աշխատանքներ ծավալել պարզապես վիճակի չեն։ 2015-ին կատարված ամփոփելով պատասխանատուն նշում է, ինչ ծրագրվել էր, ամբողջությամբ ավարտին են հասցրել, կատարված աշխատանքները եղել են որակել և առանց ժամկետների խախտումների, դրանք հիմնականում իրականացվել են Տիգրան Մեծ փողոցում, որտեղ 12 շենքի կտուր է վերանորոգվել, Խաղաղության օղակում, Երևանյան խճուղիում, Անիթաղա մասում, 55 շենքի տանիքների նորոգումների համար համայնքի բյուջեից հատկացվել է 19 միլիոն 200,000 դրամ, աշխատանքներն իրականացվել են համատիրությունների միջոցով։ Գյումրի կենտրոն համալսարանը տրամադրվել է 14 միլիոնից ավելի դրամ, մնացածը տրամադրվել է մյուս համատիրություններին, Գարուն համատիրություն տրամադրվել է 500,000 դրամ, Մուշ համատիրություն
500,000 դրամ բարեկամություն, 500,000 դրամ կարին համատիրություն, 500,000 դրամ այս բարձրաբերդ համատիրություն, 200,000 դրամ և կարող եմ նշել ինչքան շենքերի կտուրների վերանորոգման վերականգնման աշխատանքները իրականացվել Գարուն համատիրություն 4 շենք դա վերաբերում անի թաղամասին նոր անի համատիրություն մոտորապես 8 շենք կտուրների վերականգնման աշխատանքները իրականացվել բարեկամություն համատիրություն 3 շենք կարին համատիրություն 5 շենք Գյումրիում կան բազմաթիվ շենքեր, որոնց կտուրների վնասվածության աստիճանն այնքան մեծ է, որ համայնքի բյուջեի միջոցով աշխատանք սկսելու հնարավորություն անգամ չի լինում։ Դրանք ցուցակագրվել և Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնի միջոցով ուղարկվել են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն։ մենք ամեն տարի մարզպետարան ենք ուղարկում այն շենքերի կտուրների վերանորոգման անհրաժեշտության ցանկը, որպեսզի կառավարության միջոցով այդ խնդիրները քաղաքաշինության նախարարության կառավարության մակարդակով լուծումներ ստանան 112 շենքերի ցանկ է Այս անգամ հնարավոր է Գյումրիից ուղարկված ցանկից որոշ շենքերի համար դրական որոշումներ լինեն, ասում է Շիրակ Շահնազարյանը։ Միայն թե պետք է նկատել, որ տարիներ շարունակ քաղաքաշինության նախարարություն պարտաճանաչորեն ուղարկվող ցանկից դեռ պակասող շենքեր չկան։ Դրանց կտուրների վնասվածությունը գնալով խորանում է, մեծացնելով ծախսվելի գումարի չափը։ Արմեն Հիմնասյան, Խաչատուր Գևորգյան այսօր։